Ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Save the Children միջազգային կազմակերպությունը կազմակերպել եւ անցեկացնում քարոզարշավ խտրականությունը չի աշխատում խորագրով։ Այն նպատակ ունի հասարակության լայն շրջանակներին եւ մասնավորապես գործատուներին ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային եւ ստեղծագործական ներուժը։ Կաբանի տարածաշրջանում պատասխանատուն եւ իրականացնողը ծիածան առաջնորդների կրթական կենտրոնն է։ Մենք նախաձեռնել ենք երկու կարևոր քննարկումներ։ Առաջինն այսօր է, որը ներառել է մեր տարածաշրջանում քոլեջների ուսուցիչների, ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայությունը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ներկայությամբ։ Անվանել ենք մենք կրթությունից աշխատանք, որովհետև այսօր գտնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված օրենքի փոփոխություն է տեղի ունեցել եւ շատ-շատերը իրազեկ չեն, որ աշխատատեղեր ունեցող 100 աշխատատեղեր ունեցող կազմակերպություններ կարող են իրենց աշխատակազմերում 5%-ը արդեն պարտադիր ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Քարոզարշավն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ միավորում է ավելի քան 30 կազմակերպություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Կլոր սեղան քննարկմանը հրավիրվել էին ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ եւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ։ Քարոզարշավը մեկ անգամ եւս հրավիրում է իր ուշադրությունը գոյություն ունեցող այս խնդրի վրա եւ մենք ուզում ենք հասկանալ, թե ներքևում գտնվող, այսինքն առաջին մակարդակում գտնվող կրթություն իրականացնող այն ուսուցիչները, այն մանկավարժները, հասարակական կազմակերպությունները եւ պետական կառույցները ինչ խնդիրներ ունեն, որ չի վերահանված եւ օրենքի մակարդակով չի հասցված։ Մենք քննարկումներից երևի կընդհանրացնենք այս խնդիրները եւ կփորձենք ձայնը հասցնել համապատասխան կառույցներին, որտեղ նույնպես աշխատում են, որպեսզի ավելի մատչելի օրենքներ լինեն, ավելի հստակ կարողանան աշխատանք իրականացնել։ Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 195,925 անձ։ Նրանցից շատերը ստիպված են դիմակայելու հասարակության կողմից հաշմանդամության թյուրընկալմանը, կանոնակարգերի ոչ ճիշտ կիրառմանն ու խտրականությանը։ Տիկնիկ հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Մարգարյանը սակայն այլ խնդիր է մատնանշում։ Մեր մոտ աշխատում է 7 հաշմանդամ։ Մենք չենք իմանում, որ հաշմանդամ որն է առողջ, որ հավասար աշխատում ենք բոլորս։ Ինչ որ պահանջում է առողջից, պահանջում է նույն հաշմանդամից։ Մենք մոտ չենք ասում, որ այս ինչը ծնկի խնդիր ունի, չի կարող կապնի։ Այս բան չկա։ Մենք չենք նկատում։ Շատ ժամանակ որ ասում են ձեր մերի կոնցերտը չունի, որ եմ հիշում որ չունի։ Չենք տեսնում որ չունի արդեն։ Սա ինտեգրումն է։ Հիմա կոնկրետ ամենախնդիրը է այսօր մարզում։ Չկա մի տեղ տարածք, որտեղ հաշմանդամները հավաքվեն, կոնե իրար չփվեն։ Այդ հնարավորությունն էլ չունեն։ Նշենք նաև, որ քարոզարշավն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով, այլ կերպ ասած, LIFE ծրագրի շրջանակներում։ Նոյեմբերի 28-ից Կապանմոլում մեկնարկած տոնավաճառն այսօր հատեց եզրագիծը, այն նպատակ ուներ օգնելու տեղաբնակներին, խնայելով գրպանի պարունակությունը կատարել շահավետ գնումներ։ Առևտրի կենտրոնի մենեջեր Սաթենիկ Հարությունյանը տոնավաճառը կայացած համարեց, իր տեսակով առաջինն էր, բայց վերջինը չի լինելու, ասում է նա։ Համարում եմ կայացած, մեր հաճախորդները գոհ էին եւ մեզնից, մենք էլ իրենց էինք գոհ։ Հետաքրքիր տեսականի էր, ամեն մեկը փնտրում էր ինչ ցանկանում էր, ուղղակի մի քիչ ժամանակ էին տրամադրում իրեն ժամանակից, որ ման գան ու գտնեն։ Տոնավաճառը կլինի պարբերաբար, այդպես եմ կարծում, որովհետև հաջողվեց։ Ուղիղ մեկ ամիս է մնացել նոր տարվա գալուստին, դա առևտրի կենտրոնի առաջին նոր տարին է լինելու, ուստի նախապատրաստվելուն շատ ժամանակ կպահանջվի։ Սաթենիկ Հարությունյանն ասաց, որ արդեն ծրագրեր են կազմում, նախանշում առաջիկա անելիքները։ Ամանորին ընդառաջ, Կապանմոլից բազում անակնկալներ սպասեք, կլինեն հետաքրքիր նորություններ, հետաքրքիր ակցիաներ եւ շատ գեղեցիկ ձևավորում։ Բոլորին հրավիրում ենք Սուրբ Ծննդին եւ Ամանորին մոտ մեզ մոտ։
Դե իսկ ամանորյա միջոցառումների պակաս Կապան մոլը չի ունենա։ Երեխաների համար արդեն իսկ հայտարարվել է նկարչության մրցույթ Կապան մոլը եւ ամանորը թեմայով։ Մնացածների մասին Սաթենիկ Հարությունյանը չասաց, բայց հավաստիացրեց, որ անակնկալների պակաս չի լինի։ Նոյեմբերի 27-ին չբացված էջեր գրական ակումբի նախաձեռնությամբ եւ Կապանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ ասմունքի մրցույթ, որին մասնակցել է 11 աշակերտ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցներից։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։ Մրցույթը կոչված էր դպրոցահասակ ասմունքողների միջոցով բացահայտել մերօրյա ստեղծագործողներին ու նրանց ստեղծագործությունները։ Միջոցառումը մի կողմից նպատակ ունի բացահայտելու դպրոցահասակ ասմունքողների, մյուս կողմից արդի ստեղծագործողների եւ ասմունքն է կարեւորելի եւ ստեղծագործություններն են հատնտիր, որպեսզի եւ գրողներին ծանոթանան եւ ասմունքողներ բացահայտենք։ Նախապես ընտրված հանձնախումբը ամփոփելով յուրաքանչյուրին տրված գնահատականները հայտարարեց հաղթողներին։ Առաջին տեղ գրավեց Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Վաչե Գրիգորյանը, ստանալով վերջերս հրատարակված Սմբատ Մելիք Ստեփանյանի Կապան ուրվագծեր երկրամասի պատմության գիրքը։ Երկրորդ տեղում Քաջարանից Նորայր Դովլաթյանն էր, երրորդ տեղում Կապանցի Լիլիթ Գրիգորյանը։ Մրցույթին աշակերտները ներկայացրեցին նաև Հրայր Խաչատրյանի հեղինակային ստեղծագործություններից։ Կարողացան ներկայացնել այնքանով, որքանով իրենց կարողություններն է, որքանով որ իրենց հուզմունքը թույլ տվեց այս հանդիսատեսի առաջ ներկայանալի տեսքով ներկայացնել ստեղծագործությունը, բայց իրականում ես ինքս իմ ստեղծագործությունները չեմ կարողանում անկիր ասել, որովհետև ամեն անգամ, ամեն մի տողի մեջ, ամեն մի նախադասության, ամեն մի ստորակետի, անգամ ամեն մի էլեմենտի մեջ ես ինքս այն նույն վերապրումներն եմ ունենում, որոնց արդյունքում դրանք գրվել են, դրանք ստեղծվել են։ Առհասարակ չբացված էջերակումբը մեկամյա պատմություն ունի։ Այնտեղ խմբվում են ստեղծագործողներ առանց տարիքային սահմանափակման, երիտասարդ մեծ, որոնց ստեղծագործությունները լույս են տեսել, կան նաև գրողներ, որոնց ստեղծագործությունները լույս չեն տեսել եւ ակումբը ընթերցողի եւ գրողի միջև կամուրջ է դառնում եւ այդպիսով կարողանում ենք գրական հավաքույթների, ցերեկույթների, երեկոների միջոցով իսպաս դնել հանրությանը այն ստեղծագործությունները, որոնց էջերը դեռ չեն բացվել։ Ակումբի հիմնադիր անդամ Հասմիկ Գրիգորյանի խոսքով արդեն իսկ հասցրել են հանդես գալ մի շարք գրական երեկոներով ու հանդիպումներով, բայց դեռևս հեռու է այն օրը, երբ հնարավորություն կունենան օգնելու ստեղծագործող մարդուն տպագրելու իր հեղինակային գիրքը։